Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել դասերը։ Ինչպես գիտեք, այս երամսյակին թող Աստված օրհնի մեզ եւ օգնի մեզ այս ուսումնասիրության մեջ իր Սուրբ Հոգով, թող սովորեցնի մեզ Հիսուսի անով, խնդրեցի ամեն։ Եվ ինչպես գիտենք, այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է աճել Աստծո հետ հարաբերություններում։ Այսօրվա դասը 6-րդն է եւ կոչվում է աղոթքի մարտիկները։ Հիշելու համարն է Սաղմոս 116:1-2 Ես ուրախ եմ, որ Տերը լսեց իմ ձայնը եւ իմ աղաչանքը, որ իր ականջը խոնարհեցրեց դեպի ինձ եւ ես իմ բոլոր օրերում պիտի կանչեմ նրան։ Այսինքն Դավիթ աղոթեց եւ Աստված լսեց նրան։ Ամեն մի հարաբերություն ամեն մի մարդու հետ ինչպես է պահպանում խոսքի շփման միջոցով, ինչպես անցած անգամ ասեցինք։ Եվ եթե այդ շփումը չլինի, ինչ է լինում, խարխլվում է այդ հարաբերությունները։ Նույնը Աստծո հետ է։ Ուրեմն աղոթքը Աստծո հետ մտերիմ հարաբերություններ ունենալու անբաժան մի մաս է։ Դա կարևոր Աստծուն նվիրաբերված սովորություն է, որի իհարկե դա մեզ համար է առաջինը, որի կարիքն ունի մեզ այն յուրաքանչյուրը եւ կարող է ամրապնդել։ Եթե մենք հաճախ եւ հետեւողականորեն չաղոթենք, վաղ թե ուշ կհեռանանք Տիրոջից։ Այսինքն անցած դասին մենք ուսումնասիրեցինք, թե ինչքան կարող Աստծո ձայնը լսել, Աստծո խոսքը կարդալ եւ իմանալ իր կամքը, իսկ այսօր կուսումնասիրենք, թե որքան կարող է որ մենք խոսենք Աստծո հետ նաեւ, ոչ միայն լսենք իրեն։ Եվ Աստվածաշունչում մենք ծանոթանում ենք տարբեր անհատների կյանքին, որ աղոթում էին տարբեր ձևերով, եւ մենք կարող ենք նրանց հետևել եւ տեսնել, թե ինչպես են նրանք հաղորդակցվում Աստծո հետ եւ այդ հաղորդակցությունը ինչ ազդեցություն էր թողնում իրենց կյանքի վրա, իրենց հարաբերությունների վրա Աստծո հետ։ Եվ ինչպես եւ ինչի համար կարող ենք աղոթել մենք այսօր եւ ինչպես են նրանց եւ մեր աղոթքները փոխել եւ փոխում ոչ միայն մեր, այլ նաեւ ուրիշների կյանքը։ Եվ այսօր մենք որոշ դասեր կսովորենք Աստվածաշունչում նշված այն մարդկանցից, որ աղոթել են եւ ցույց են տվել, թե որքան կարևոր է աղոթքն Աստծո հետ ամուր հարաբերություններ ունենալու համար։ Եկեք սովորենք նրանց օրինակներից առաջինը դա Դանիելն է եւ նա հավատարիմ էր Աստծուն։ Մենք գիտենք իր պատմությունը, երբ որ ինքը դեռ պատանի էր գերություն, դեպի գերություն տարվեց եւ հետո այնտեղ ինչ է ասում, Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով եւ նրա խմած գինիով, Դանիել 1:8։ Եվ Դանիել 1:17 ասում է. Աստված գիտություն եւ հանճար տվեց ամեն դպրության եւ իմաստության մեջ, եւ Դանիելը հասկանում էր ամեն տեսիք եւ երազ։ Եվ Աստվածաշունչը Դանիելին նկարագրում է նաեւ որպես իմաստուն։ Դանիել 2:14 համարը սա կապ չունի դրա հետ։ Եվ ուրեմն, քանի որ Աստծո հոգին նրա մեջ էր։ Դանիել 4:9 համարը։ Արքա թող քո կյանք հավիտյան լինի, դու հրամայեցիր, որ ամեն մարդ երբ լսի փողի սրինգի քնարի։ Սա էլ ուրիշ համար է։ Դանիել 5:14 համարը։ Եվ Դանիել 6
այստեղ սխալ համարներ են դրել, ներողություն եմ խնդրում դրանց համար, բայց մի համար կա Աստվածաշուն, որ երբ որ Բաղդասարը կանչում է Դանիելը եւ ասում է, ես գիտեմ, որ քո մեջ Աստծո հոգին կա, եւ ոչ միայն Բաղդասարն է ասում, բազմաթիվ մարդիկ նշում են, որ այո, քո մեջ Աստծո հոգին կա, եւ նա սիրված է երկնքի կողմից։ Եվ դա պատահական չէր։ Դանիելը ուներ ամուր կապ Աստծո հետ, երբ որ Դանիել երկրորդում թագավորը տեսնում է մի երազ եւ չի հիշում այդ երազը։ Եվ ոչ մեկ չի կարողանում այդ երազը պատմել, Դանիելը ասում է ինձ 3 օր տուր եւ նա աղաչում է Աստծուն, որ Աստված բացի այդ երազը։ Եվ հետո գալիս Դանիելն ասում է, որ Աստված բացեց այդ երազը, այսինքն ինքը իր վրա չի վերցնում թե իբր թե ինքը ինքան իմաստուն է դրա համար իմացավ, թե ինչ երազ է, ասում է Աստված բացեց, որտեվ ես աղոթեցի նրան։ Եվ Դանիել 3-րդ գլուխ 20 համարից կարծանք, եւ նրանք կանեցին թագավորի առաջ իմաստության եւ գիտության այն բոլոր բաների մասին, որ թագավորը հարցնում էր նրանց, այդ բոլորի մեջ նրանց գտնում էր 10 պատիկ առավել, քան բոլոր դիտուններին ու մոգերին, որ նա թագավորության մեջ էին։ Եվ Դանիելը մնաց մինչև Կյուրոս արքայի տարիները։ Տարիներն անցնում էին եւ թագավորները հաջորդում են միանց, բայց Դանիելը մնում էր թագավորների խորհրդականը եւ նկարագրվում որպես ականավոր մարդ։ Դանիել 6:3 ասում է, որտեղ նրա մեջ գերազանց հոգի կար եւ թագավորը մտածում էր նրան ամբողջ թագավորության վրա կարգելու մասին։ Դանիել 6:4 ասում է, նա հավատարիմ էր եւ ոչ մի հանցանք ու չար բան չգտնվեց նրա վրա։ Չնայած իր հասակակիցների կատաղի նախանձին ու չար դավադրությանը, ոչ թե հասակակիցների, այլ իր գոլեգաների, սխալ է այստեղ գրած, որտեղ հիշում եք այդ պատմությունը, որ իրեն նախանձում էին եւ ուզում էին իր մեջ կեղտ գտնել եւ դրա համար խորամանկություն արեցին, թագավորին ասեցին, որ մի հատ հրաման հանի, որ այդ հրամանով այդ ժամանակի ընթացքում ոչ ոք չկարողանա աղոթել, այսինքն ոչ մեկին իրավունք չունեն աղոթել, բացի թագավորին, այսինքն խնդրել ինչ-որ բան, բացի թագավորից։ Եվ Դանիելը չվախեցավ, ինքը հակառակը, երբ որ այդ հրամանը հելավ, դուրս եկավ, ինքը շարունակեց իր աղոթքները, օրը 3 անգամ աղոթում էր, եւ լուսամուտները բաց էր աղոթում, եւ բոլորը նկատում էին, եւ մենք գիտենք այդ պատմությունը, որ իրեն ուզում են պատժել նրա համար, բայց պատիժը վերջի վերջո այդ խարդախ մարդկանց վրա անկավ։ Այսինքն նույնիսկ մահվան սպառնալիքը Դանիելին չկանացրեց աղոթքի մեջ, որտեղ ինքը գիտեր ամեն ինչ Աստծո ձեռքում է, ոչ թե թագավորի հրամանի մեջ, ոչ թե թագավորի ձեռքում, այլ Աստծո ձեռքում։ Եվ դրա համար ինքը շարունակեց վստահել Աստծուն եւ շարունակեց աղոթել նույնիսկ այն ժամանակ, երբ դա արգելված էր։ Եվ Աստվածաշունչն էլ ասում է, երբ որ ձեր արչեւ ընտրության արչեւ եք անում, եթե թագավորի կամ պետության օրենքը հակասում է Աստծո օրենքին, ուրեմն պիտի մենք պետք է ընտրենք հնազանդվել Աստծո օրենքին, այլ ոչ թե պետության օրենքին կամ թագավորի օրենքին։ Դժվարությունների հետ բախվելիս Դանիելն աղոթում էր, թեև նրա կյանքին վտանգ էր սպառնում, նա հետևողական ու համառ էր աղոթքի մեջ։ Եվ սա է ամենակարևոր մասը, որ մենք հետևողական եւ համառ լինենք աղոթքի մեջ։ Եվ նաեւ նա ծնկի էր իջնում Աստծո առաջ եւ կենտրոնացած էր գոհության ու աղաչանքի վրա։ Մենք պետք է օրինակ վերցնենք դրանից։ Երբ որ մեր կյանքում ինչ-որ բան է պատահում, ուրախ կամ տխուր բան, մենք շատ ենք սիրում կիսվել մեր մոտիկ ընկերոջ հետ, կամ նրա հետ, որ հասկանում է մեզ, ովքեր գիտենք, որ սիրում են մեզ,
հետաքրքրված է մեր մեջ, այլ ոչ թե ուղղակի ձևեր է թափում։ Եվ նույնը մենք կարող ենք անել Աստծո հետ, առավել ևս Աստծո հետ։ Էլեն Ուայթ, Քայլեր դեպի Քրիստոս, աղոթքը սիրտը բացելն է Աստծո առաջ ինչպես ընկերոջ։ Աղոթքը ոչ միայն պահպանում է մեր կապը Աստծո հետ, այլև սատանային ցույց է տալիս, թե ում մենք պատկանում, եւ սատանային հեռու է պահում մեզանից։ Երբ առավոտյան ծնկի ենք իջնում աղոթելու եւ իհարկե երկրպագում ենք Աստծուն, սատանան դրանից դողում է եւ թողնում է փախչում է։ Դա խավարի ուժերին ուղված ֆիզիկական հռչակագիր է, ըստ որի այսօր ընտրում ենք Աստծուն, եւ դրանով իսկ մենք նրան դուրս ենք հրավիրում մեր կյանքից ամեն օր։ Մենք դա պիտի անենք ամեն օր։ Ավելին, երբ մենք աղոթում ենք Աստված հրեշտակներ ուղարկում մեր կողքին լինելու եւ մենք ամրապնդվում ու պաշտպանված ենք լինում խավարի թշնամուց, մենք գիտենք Սաղմոս 91-ը։ Նորից սխալ Սաղմոսն է, այնտեղ ասում է, որ բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ապահով է։ Եվ Աստված պաշտպան է նման մարդուն, եւ նույնիսկ այնտեղ ասում է, եթե նույնիսկ քո կողքը մարդիկ ընկնեն ժանտախտից կամ մի այլ կամ նետից, այդ բոլորը կանցնի քո կողքով, որովհետեւ դու քո հույսը դրել ես Աստծո վրա, որովհետեւ դու Աստծուն սարքել ես քեզ ապաստան։ Հնազանդությամբ ծնկի իջնելու ֆիզիկական գործողությունը խոնարհկեցված է ցույց տալիս։ Այն ինչ որ կերպ տարբերվում է աթոռին նստած կամ անկողնում պառկած աղոթելուց, թեև կարող ենք աղոթել նաև այդ դիրքերում։ Սակայն երբ ծնկի ենք իջնում Աստծո առաջ, մեր սիրտն ավելի պատրաստական է հանձնվում, քանի որ մեր մարմինն ու խոսքերը հայտարարում են, որ նա է գերիշխան, իսկ մենք պարզապես նրա կողմից ստեղծված զավակները, եւ ես դա փորձել եմ կյանքում, երբ որ ծնկի եմ գալի, բոլորովին տարբեր է աղոթելուց։ Աղոթքի ժամանակ կանելը աստվածաշնչյան ժամանակներում սովորական էր եւ ընդունված։ Աստվածաշնչում հանդիպում ենք մարդկանց, որոնք նստած էին աղոթում, մյուսները խոնարհվում էին դեմքով գետնին, թեև այս դիրքը ավելի քիչ էր կապված աղոթքի հետ, այն ավելի շատ նշանակում էր հնազանդություն գերագույնի առջև։ Եվ որն է մեր սովորական դիրքը աղոթքի ժամանակ։ Աստվածաշունչը մեզ չի պարտադրում աղոթել որևէ հատուկ դիրքով, բայց դիրքերը կարևոր են, քանի որ արտացոլում են մեր ակնածանքը, ներքին զգացմունքները եւ Աստծուն հանձնվելու ցանկությունը։ Որոշ մարդիկ չեն կարող ծնկի գալ, ասենք առողջության պատճառով։ Ուստի վերջո ամենակարևորը սրտի վիճակն է։ Եթե դու կարող ես ծնկի գալ, բայց սովորաբար չես անում, ինչու չփորձել հաջորդ անգամ աղոթելիս ծնկի գալ եւ տեսնել, թե ինչպես է դա ազդում Աստծո հետ քո ժամանակի վրա։ Աստվածաշունչը մեզ հրավիրում է անդադար աղոթել, ինչը ենթադրում է մշտապես աղոթել եւ համառություն։ Այսօր, երբ կանած ենք, նստած ենք, պառկած ենք կամ քայլում ենք, մեր մտքներն ուղղենք դեպի Աստծուն եւ խոսենք նրա հետ որպես ընկերոջ հետ։ Սկսենք հենց հիմա, եթե դեռ չենք սկսել։ Ենովքը կարդանք Ծննդոց 5:22 համարից, Ենովքը Մաթուսաղային ծնելուց հետո սիրելի եղավ Աստծուն եւ 200 տարի եւ ծնեց ուստրեր եւ դուստրեր։ Ենոքը ապրեց 365 տարի։ Ենոքը սիրելի եղավ Աստծուն։ Նա անհայտացավ, որտեղ Աստված նրան տարավ իր մոտ։ Ինչն էր Ենովքի գաղտնիքը։ Ասում է, որ նա շատ Այստեղ ասում է սիրելի, բայց մյուս թարգմանություններում ասում է, որ նա շատ մոտիկ հարաբերությունների մեջ էր Աստծո հետ։ Եվ նա հավատարմորեն նվիրված էր Աստծուն։ Եվ երբ որ ասում է, որ նա անդադար շփման մեջ էր Աստծո հետ, մոտիկ է, դա ինչ է նշանակում։ Միթե կարող է լինել շփում առանց խոսքի։ Իհարկե ոչ։ Հռոմեացիս 12:12-ը անդադար աղոթել է, ձգտելով, այսինքն Ենովքը,
Դրանից եզրակացում ենք, որ Ենովքը, եթե նա անդադար Աստծո ներկայության մեջ էր, ուրեմն նա աղոթել է շատ հաճախ, ձգտելով իր ամենօրյա փորձառությունների միջոցով հավատքով մոտենալ Աստծուն, նրա ապրած ժամանակներում երկիրը հետզհետե ավելի չար էր դառնում, եւ Ենովքը զբաղված էր Աստծուն ծառայելով, բայց չէր կարող լիարժեք նվիրվել առանց նրա մեջ մնալու, եթե նրա մեջ չլիներ։ Այսինքն դա նշանակում է, որ նա Աստծու մեջ էր, քանի որ լիարժեք ծառայում էր Աստծուն։ Էլեն Ուայթը նահապետների եւ մարգարեների գրքում գրում է. իր լարված աշխատանքի մեջ Ենովքն անսասան պահպանում էր Աստծո հետ հաղորդակցությունը, որքան մեծ ու դժվար էին նրա աշխատանքները, այնքան ավելի հաստատուն ու անկեղծ էին նրա աղոթքները։ Մարդկանց մեջ որոշ ժամանակ անցկացնելուց հետո, նրանց օգուտի համար աշխատելով, նրանց սովորեցնելով եւ օրինակ ծառայելով, նա հեռանում էր միայնության մեջ ժամանակ անցկացնելու, կարոտելով ու ձգտելով այն աստվածային գիտելիքին, որը միայն Աստված կարող է տալ։ Այսպես հաղորդակցվելով Աստծո հետ, Ենովքն ավելի ու ավելի էր արտացոլում աստվածային պատկերը։ Եվ այսօր յուրաքանչյուր քրիստոնյա դա կարող է անել ինչպես Ենովքը, երբ որ նա անդադար շփման մեջ էր Աստծո հետ, այսինքն միշտ կապ էր պաշտպանում Աստծո հետ, եւ Աստված այսօր այդպիսի մարդկանց է փնտրում, որոնք կամենում են իր հետ միշտ կապ պահպանել, որպեսզի իր միջոցով, այդ մարդկանց միջոցով արտացոլվի իր աստվածային պատկերը։ Նույնիսկ ամբարիշներն էին հիացմունքով նայում երկնքի դրոշն արտացոլող նրա դեմքի։ Աստված չի պահանջում, որ մենք ապրենք ճգնավորների կամ բանականների նման, լիովին մեկուսացած աշխարհից, որ երկրային ոչ մի օգուտ չունենանք։ Ինչպես այսքան որ ոչ մի օգուտ չտանք մյուսներին։ Ինչպես Ենովքը մենք նույնպես կարող ենք արդյունավետ լինել ու գիտակցել շրջապատի կարիքները, բայց միայն Աստծո հետ անդադ հաղորդակցության եւ նրա հետ ամուր հարաբերություններ պահպանելու միջոցով նա կարող է արտացոլել իր զարմանահրաշ բնավորությունը մեր միջոցով։ Մենք կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։ Երկրի վրա չկա մի այնպիսի վայր, որտեղ Աստված մեզ չտեսնի կամ չլսի։ Դավիթ ասում է. գնամ երկինք, դու այնտեղ ես, ներքև դու այնտեղ ես։ Աստված ամենուր է։ Նա միշտ լսում է մեր սրտի ճիչը, անկախ նրանից, թե որտեղ ենք։ Այնուամենայնիվ կա մի կարևոր բան, որ արժե ասել բարձրաձայն աղոթքի օգտին, այսինքն երբ որ բարձրաձայն ենք աղոթում, երբ լուռ ենք աղոթում, կարող ենք շեղվել կամ նույնիսկ չավարտել մեր մտքի շարանը կամ նախադասությունը եւ ավելի դժվար է մտքերը կենտրոնացած պահելը, բայց երբ բարձրաձայն ենք աղոթում, լինի շշուկով, թե մեր սորական տոնով, դա ենթագիտակցորեն մեզ հիշեցնում է, որ Աստված իրական է, որ նա լսում է եւ որ մենք ունենք կոնկրետ բան, որի մասին ուզում ենք խոսել նրա հետ։ Ուրեմն եթե մենք սովորություն ունենք միայն մտքի մեջ աղոթել, փորձենք աղոթել նաեւ բարձրաձայն եւ տարբերությունը կտեսնենք։ Եվ մենք գիտենք նաև Մովսեսի մասին, որ նա շատ մտերիմ հարաբերության մեջ էր Աստծո հետ, շատ մոտիկ էր, եւ Աստվածաշնչի մեջ գրված է Աստծո եւ Մովսեսի միջև տեղ ունեցած բազմաթիվ զրույցներ։ Երբ մենք Մովսեսի հետ ճանապարհորդում ենք այս համեստ առաջնորդի կյանքի վերելքների ու վայրեջքների միջով, կրկին ու կրկին տեսնում ենք, որ նրա կյանքի ամենակարևոր մասը եւ որպես աստվածավախ առաջնորդ նրա հաջողության գաղտնիքը նրան ընդմեջ հաղորդակցությունն ու Աստծո հետ ամուր հարաբերություններն էին։ Պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ Աստծո հետ խոսելը եւ նրա ձայնը այդքան պարզորոշ լսելը։ Հատկանշական է, որ երբ որ Աստված խոսեց, իսրայելցիներն իրենք վախեցան եւ Մովսեսին ասացին. մենք չենք ուզում, մենք վախենում ենք Աստծո ձայնը լսել, խնդրում եմ դու խոսա իրեն հետ եւ մեզ փոխանցիր, թե ինքը ինչ է ասում։ Այնուամենայնիվ Աստված Մովսեսին պատրաստել էր դրա համար, սկսած լեռան վրա այրվող մորենու մոտ իրենց հանդիպումից, թեև կարդում ենք Մովսեսի մյուս անձնական աղոթքների մասին, նրան գրեթե մշտապես տեսնում ենք Աստծո ներկայության մեջ առաջնորդություն խնդրելիս եւ իր առաջնորդած ժողովրդի համար բարեխոսելիս։ Հիշում ենք, որ երբ որ Մովսեսը բարձրացավ Աստծո մոտ, որպեսզի այդ տախտակները վերցնի, որի վրա գրված էր Աստծո 10 պատվիրանները, ինչ տեղ ունեցավ, երբ որ ինքը 40 օր հետ չեկավ, ժողովուրդը բողոքեց եւ ասեց մենք չգիտենք ինչ եղավ Մովսեսը եւ Ահարոնին ասացին մենք պիտի
ոսկե հոր սարքենք եւ պաշտենք ոսկե հորթին եւ Ահարոնն էլ վախեցավ փոխանակացելու դուք սխալ եք անում ինքը նպաստեց նրան այսինքն օժանդակեց նրանց եւ այդ ոսկե հորթը սարքեցին եւ ոսկե հորթին էին աշտում եւ կողքը շատ զզվելի եւ ամբարո բաներ էին անում այդ պաշտամունքի ժամանակ հիշում ենք երբ որ եւ Աստված ասեց շուտ արա իջի ներքև որտեվ բացվել է ժողովուրդը եւ Մովսեսը երբ որ իջավ տեսավ այդ իր ջղայնությունից անգլերեն լավ բառ կա frustration հայերեն իմ չեմ հիշում արդեն կոտրվեց իր մեջ ինչ որ բան եւ ինքը այդ դառնությունից այդ տախտակները խցեց ոչ թե տախտակ են եւ սալիկները խցեց եւ դրանք կոտրվեցին այդ 10-բանյա օրենքը բայց հետո Աստված ասեց դու սալիկը պատրաստիր բեր ես նորից կգրեմ այդ 10-բանյա օրենքը վրան եւ նաեւ եւ Աստված ուզում էր Ահարոնին կարծես թե ոչնչացնել բայց Մովսեսը միջնորդեց եւ խնդրեց որ իր եղբորը ողորմա Աստված եւ ների եւ այդպես էլ եղավ նույն ձևի Մարիամը երբ նորից Ահարոնի հետ միացան եւ ըմբոստացան Մովսեսի դեմ եւ Աստված նորից Մովսես աղոթեց նրանց համար Աստված ողորմաց բայց Մարիամին պատժեց 7 օր որոտությամբ պատեց Մարիամին եւ Մովսեսը չասեց տեղնակ ես շատ լավ արեց Աստված դե հիմա գնա ու տարապի չէ ինքը հակառակ աղոթեց Աստծուն խնդրեց Աստծուն որ բուժի իր քրոջը Մարիամին գիտեք որտեվ Մովսեսը շատ լավ գիտեր որ ամեն մարդ կարող է սխալվել եւ եթե ամեն սխալի ժամանակ մարդուն չներես եւ ուղակի դուրս կամ նույնիսկ ոչնչացնել շատ մարդիկ այդպես են ասում ապա ուրեմն պետք է բոլորին ոչնչացնել որովհետեւ բոլորներ սխալվում են Մովսեսը եւի լավ հիշում էր թե ինչպես այս փոքրիկ աղջնակը իր կյանքը փրկեց գնալով եւ չվախեցավ գնաց խոսեց փարավոնի աղջկա հետ եւ փարավոնի աղջիկը իրեն վերցրեց եւ պահեց եւ մեծացրեց եւ իր կյանքը փրկվեց երբ որ ուրիշ փոքրիկների սպանում էին այսինքն Մովսեսը լավ գիտեր ամեն մարդ էլ կարող է սխալվել եւ ինքն էլ իր կյանքի վերջում կոպիտ սխալ թույլ տվեց բայց իհարկե Աստված ներեց բայց իր սխալի պատճառով ինքը չմտավ խոսացված երկիրը բայց Աստված այնքան ողորմած էր որ նա համար ավելի լավ բան էր պատրաստել նա հարություն տվեց նրան իր մահից 3 օր հետո եւ տարավ իր մոտ երկինք ուրեմն նա արագ ներում էր եւ բարեխոսում էր թե իր քրոջ եւ եղբոր համար թե ամբողջ ժողովրդի համար գիտենք քանի անգամ իրենց սխալների համար Աստված իրենց պատժում էր բայց Մովսեսը խնդրում էր նորից եւ Աստված ներում էր եւ դադարում էր պատիժը Մովսեսի գործողություններում երևում է թե որքան հզոր է արտացոլվում է Մովսեսի գործողություններում թե որքան ներող Աստված մենք ունենք եւ ողորմող Եվ հիշում եք, երբ որ ժողովուրդը հեռացավ Աստծուց, Մովսեսը նորից աղոթեց ժողովրդի համար, Աստված ասեց, երբ 32-ում է սա գրած, Ելից 32 գլուխը, 31 համարից։ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ եւ ասաց նրան, աղաչում եմ քեզ Տեր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որտեղ իր համար ոսկե աստվածներ է կերտել։
Արդ եթե ներելու ես իրենց մեղքերը ներիր, իսկ եթե չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջիր քո մատյանից, ուր գրել ես ինձ։ Տերն ասաց Մովսեսին. ես իմ մատյանից կջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դեմ, բայց հիմա գնա իջիր եւ այդ ժողովրդին առաջնորդիր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ։ Իմ հրեշտակը կգնա քո արչիվից, այն օրը սակայն երբ պիտի այցելեմ ձեզ, նրանց մեղքերը իրենց վրա պիտի դնեմ։ Եվ Տերը ժողովրդին պատոհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը, որտեղ սրանից առաջ Աստված Մովսեսին փորձելու համար ասեց. ես այս ժողովրդին կվերացնեմ եւ քեզանից նոր ժողովուրդ կստեղծեմ։ Բայց իհարկե Աստված մտադիր չէր դա անելու։ Նա ուղղակի փորձում էր Մովսեսին։ Մովսեսին ինչ ասեց, եթե իրանց ոչնչացնելու ես, ինձ էլ ոչնչացրա։ Էլ ինչ իմաստ ունի իմ կյանքը։ Այսինքն նա չասեց, օ, ես ուրեմն այդքան լավ եմ, որ Աստված ուզում է ինձ նոր ժողովուրդ ստեղծի։ Ոչ։ Ինքը ասեց, եթե իրանց ոչնչացնելու ես, եւ նույնիսկ արգումենտներ տվեց, Աստուն ասեց, Աստված ջան, եթե դու հիմա ոչնչացնես այս ժողովրդին, բոլոր մարդիկ կասեն, որ դու դաժան Աստված ես, որ դու այդ ժողովրդին հանեցիր Եգիպտոսից, որպեսզի բերես եւ անապատում ոչնչացնես։ Աստված դա չի հասկանում, իհարկե հասկանում էր։ Ուղղակի նա փորձում էր Մովսեսին։ Եվ ուրեմն Մովսեսի առաջին մտահոգությունը Աստծո պատիվն էր, Աստծո անունը։ Մովսեսը կրկին ու կրկին համարձակորեն բարախոսում էր Աստծո ժողովրդի համար։ Մովսեսը դիմում էր Աստծուն, երբ ժողովուրդը ծարավ էր, քաղցած էր, լիակատար հուսահատության մեջ էր։ Երբ իսրայելցիները ոսկե հորդ պատրաստեցին, անշուշտ այն բանից հետո, երբ Աստված ուխտ կնքեց նրանց հետ, Մովսեսը հիշեց օրենք 9:19, որտեղ վախեցա այն սոսկալի բարկությունից, որով Տերը բարկացավ ձեզ վրա, ձեզ կոտորելու համար, սակայն Տերն այդ անգամ էլ լսեց ինձ։ Այսինքն Մովսեսը խնդրեց, որ չկոտորի ժողովրդին, ամբողջ ժողովրդին։ Եվ այդպես էլ եղավ, Աստված ասեց, լավ, ով որ շատ մեղավոր էր, ով որ մեղավոր էր նրանց միայն կկոտորեմ։ Երբ լրտեսները վերադարձան խոստացված երկրից, Մովսեսը հիշեց նորից օրինաց 9:25 ես 40 օր եւ 40 գիշեր վայր ընկա Տիրոջ առաջ եւ աղաչեցի, որտեղ Տերն ասում էր, որ ձեզ կոտորի։ Քանի անգամ Մովսեսը այս ժողովրդին, որ ժամանակ առ ժամանակ ըմբոստանում էր իր դեմ, ինչի համար, որ ինքը բարեխղճորեն ծառայում էր իրենց, բայց նա նորից ու նորից բարեխոսում էր, որպեսզի Աստված ողորմի այդ ժողովրդին։ Երբ Ղևին առանձնացվեց մյուս ցեղերից սրբանում սպասավորություն կատարելու համար, Մովսեսը հիշեց նորից երկրորդ օրինաց 10:10 ես առաջին օրերի նման 40 օր եւ 40 գիշեր մնացել առան վրա, Տերն այս անգամ էլ լսեց ինձ եւ չուզեց ձեզ կործանել։ Եվ Աստված լսեց Մովսեսի աղաչանքը։ Մենք շատ բան կարող ենք սովորել Մովսեսի կյանքից, երբ խոսքը վերաբերում է աղոթքին եւ Աստծո հանդեպ անսասան հավատքին։ Մովսեսը խորապես սիրում էր Աստծուն եւ հստակ պատկերացում ուներ նրա բնավորության մասին, երբ որ ինքը խնդրեց, որ Աստված ցույց տա իրեն, եւ Աստված ցույց տվեց, իհարկե յետևից, որտեղ ասեց, եթե դեմից ինձ տեսնես, չես ապրի, մեռնես, որտեղ հնարավոր չէ Սուրբ Աստծուն տեսնել եւ կենթանի մնալ։ Այս մեղավոր մահկանացու աշխարհում կամ մարմնով ես եմ Տերը եւ ինչ ասեց Աստված ասեց ես եմ Տերը Տեր Աստվածը Տեր ողորմած եւ գթած համբերատար առատ ողորմությամբ եւ ճշմարտությամբ այսինքն Մովսեսը ճանաչում էր այս Աստծուն ոչ թե բռնակալ Աստծուն Մովսեսը համարձակ ու հավատարիմ էր, քանի որ կարճած էր Աստծուն ավետյաց երկիր տանող հոգնեց ցույց ճանապարհության վերելքների ու վայրեջքների միջով։ Թեև Մովսեսը պայքարում էր բոլորից նման, նա վստահում էր Աստծո զորությանը, ներկայությանը ու առաջնորդությանը իր սեփական կյանքում։ Մովսեսը Աստծուն հիշեցրեց նրա ուխտի մասին, պահանջեց Աստծո խոստումներն իր ժողովրդի անունից եւ հիշեց Աստծո առաջնորդությունն անցյալում, այսինքն մենք աղոթելուց մեր հույսը պիտի դնենք ոչ թե մեր վրա, մեր լավ գործերի վրա, այլ իր խոստումների վրա, Աստծո խոստումների վրա։ Եվ նաև հիշելով մեր առաջնորդությունը, ինչքան բարի է եղել Աստված, ինչքան ողորմած է եղել մեր հանդեպ եւ ինչքան է օգնել մեզ, դա էլ է շատ կարևոր։ Մովսեսն ընդունեց Աստծո պատասխաններն իր աղոթքներին, անկախ նրանից դա այո էր, թե ոչ էր։ Աստծո հետ սեր հարաբերությունների մեջ լինել ինքնաբերաբար չի նշանակում, որ միշտ կստանանք այն, ինչ ցանկանում ենք։ Գիտեք,
Մովսես այդքան աղոթեց սրա նրա համար ժողովրդի համար եւ ստացավ պատասխանը, Աստված պատասխանեց իրեն, բայց երբ որ իր հերթը եկավ եւ ինքը իր համար էր աղոթում, իր կյանքի ավարտից անմիջապես առաջ մի դեպք պատահեց, երբ ինքը անարգեց Աստծուն ժողովրդի առաջ, այսինքն ինքը այնպես ներկայացրեց, իբր թե ինքն է ջուրը տալիս ժայռից, այլ ոչ թե Աստված, եւ Աստված բարկացավ եւ իրեն ասեց, գիտես, դու չես մտցնել ժողովուրդը ավետյաց երկիր եւ դու ինքդ չես մտնելու։ Եվ չնայած ինքը խնդրեց Աստծուն, եւ ինքը աղաչում էր Աստծուն, ասում է 23 համարը երկրորդ օրինաց 3-րդ գլխի 23 համարը կարդանք։ Այդ ժամանակ աղաչեցի Տեր Աստծուն ասելով. Տեր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունը, զորությունը, ամուր ձեռքն ու հզոր բազուկը, երկնքում կամ երկրի վրա գտնվող այդ որ Աստվածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զորությամբ, արդ շնորհ արա, որ անցնեմ, տեսնեմ Հորդանան գետից այն կողմ գտնվող լավ երկիրը, սքանչելի լեռն ու Ադրիլի բանանը։ Տերը ձեր պատճառով զայրացավ ու ինձ չլսեց։ Տերն ինձ ասաց. բավական է, այլևս ինձ հետ այդ մասին չխոսես։ Բարձրացիր քազգա լեռանգագաթը, աչքերդ նայիր ծովի հյուսիսի հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերդ տես, որտև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու դու։ Քո պատվերները տուր Հեսուին, զորացրու քաջալեր նրան, որտև նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը եւ նա է քո տեսած երկիրն իբրև սեփականություն հանձնելու նրանց։ Այն ժամանակ մենք հաստատվեցինք Հովտում Փողորի տան մոտ։ Ուրեմն ինչ է, Մովսեսը խնդրում է Աստծուն որ ների եւ թույլ տա որ ինքը մտնի, որտեւ 40 տարի Մովսեսը տանջահար ձևով ծառայել էր Աստծուն եւ այդ ժողովրդին եւ հիմա այդ նպատակը որ ինքը պիտի մտներ, այդ ժողովրդի մտցներ, հանկարծ ասում է, չէ, դու չի պիտի մտցնես, եւ ինքը կարող էր սատանայի պես ըմբոստանալ եւ ասել դու սխալ ես Աստված, դու դաժան ես, ես 40 տարի քեզ հավատարիմ ծառայեցի, դու հիմա ասում ես, չէ։ Ինքը կարող էր ըմբոստանալ Աստծո առաջ եւ անել դա, որտեւ Աստված ասեց գնա լեռանգագաթ եւ այնտեղ մահացիր, մենակդ։ Բայց ինքը վստահեց Աստծուն, ինքը ընդունեց Աստծո ոչը։ Աստված իրեն չբացեց, չասեց, որ գիտես 3 օր հետո ես քեզ հարություն եմ տալու եւ քեզ ավելի լավ տեղ եմ տանելու, երկնային դրախտ եմ տանելու, քան թե որ այս երկիրն է։ Չասեց դա Աստված։ Բայց միևնույնն է, Մովսեսը չդառնացավ Աստծո հանդեպ, չբողոքեց եւ չըմբոստացավ Աստծո դեմ։ Սուսուփուս արեց ինչ որ Աստված ասեց։ Եվ հետո երբ որ Էլեն Ուայթը գրում է, որ երբ որ միայնակ այնտեղ մահացավ, Մովսեսը իրեն հենց ինքը Հիսուսը թաղեց։ Եվ 3 օր հետո նորից Հիսուսը եկավ, որ հարություն տա Մովսեսի մարմնին։ Եվ սատանան այդտեղ կանած էր։ Եվ սկսեց վիճել, որ դու չես կարող տանել, դու չես կարող փրկություն տալ Մովսեսին տանել արդեն իսկ ժառանգությունը, այսքան դրախտ, որտեվ ինքը անպատվեց քո անունը, ինչպես որ ես եմ անպատվել, ինքն էլ ըմբոստացավ քո դեմ։ Բայց Հիսուսը հաղթեց, վերջիվերջո ինքը հարություն տվեց Մովսեսին եւ տարավ երկինք եւ հիմա Մովսեսը, ինչպես եւ Եղիան եւ Ենովքը այնտեղ են։ Ինչպես հաղթեց Հիսուսը։ Նա պարզապես ցույց տվեց սատանային, որ գիտես, դու մինչև հիմա ամբողջ վիճակում ես, բայց այս մարդը խոնարհությամբ ընդունեց իր պատիժը։ Նա չըմբոստացավ իմ հանդեպ։ Այսինքն նա պատրաստ է երկնային քաղաքացի լինելու, իսկ դու մինչև հիմա ամբողջացած այդպես ապրում ես, անապաշխար։ Եվ սա է տարբերությունը փրկվողի եւ չփրկվողի միջև։ Գիտեք, սատանան շատ ավելի խելացի է մեզանից, շատ ավելի ունակ է, շատ ավելի այսպես է, շատ ավելի այնպես է, բայց ինքը կփրկվի ոչ, ինքը զրկված է արդեն փրկությունից։ Ուրեմն փրկվում են նրանք, ովքեր
իրենց հույսը դնում են ոչ թե իրենց վրա, այլ Աստծո վրա, ովքեր հասկանում են, որ իրանք Աստծո ողորմությամբ են փրկված, այլ ոչ թե նրա համար, որ իրանք իբր թե լավն են։ Եվ չնայած, որ Աստված կարող է մեզ ասել ոչ, մենք կարող ենք շարունակել աղոթել համառությամբ, եթե իհարկե Աստծո կամքն է, եւ Ղուկաս 18-ում հիշում եք այդ առակը, որ միայրի կար, որ գայս է դատավորի մոտ եւ ասում էր իմ ոսոխի դեմ իմ դատը տես, դատավորը չէր ուզում պատասխանել, բայց հետո ասեց, թեև Աստծուց չեմ վախենում, մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրիկին ինձ հոգնեցնում է նրա դատը տեսնեմ, որպեսզի անդադ չգա եւ ինձ չանհանգստացնի։ Եվ Տերն ասաց, լսեցիք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը, իսկ Աստված արդարություն չի անի այն ծառաներին, որոնք գիշերու ցերեկ աղաղակում են եւ նրանց հանդեպ միայն համբերատար կլինի։ Այսինքն Աստված այդպեսին չի, մենք չենք հոգնեցնում Աստծուն։ Ասում է, եթե ես անիրավ, անարդար դատավորը վերջի վերջո արդարություն արեց եւ լսեց այդ կնոջ դատը ճիշտ արեց, պատկերացրեք, ասում եմ, բա ես ինչքան արդարությամբ ինչքան ողորմածությամբ կլսեմ ձեր աղոթքը, այսինքն պետք չէ հուսահատվել, այլ համառ լինել աղոթքում։ Ի վերջո մենք պետք է աղոթենք, քանի որ այնքան շատ ենք սիրում Աստծուն եւ պարզապես չենք կարող նրա հետ չկիսվել մեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչով, մեր ուրախություններով ու հաղթանակներով, մեր անհանգստություններով, խնդրանքներով ու ամենօրյա կարիքներով։ Մենք կարող ենք վերջում կարդանք Էլեն Ուայթից Քայլեր դեպի Քրիստոս։ Մենք կարող ենք այնքան մոտ լինել Աստծուն, որ ցանկացած անսպասելի փորձության ժամանակ մեր մտքերը նրան դիմեն, այնքան բնական, ինչպես ծաղիկն է շրջվում դեպի արևը։ Ձեր ցանկությունները, ձեր ուրախությունները, ձեր վշտերը, հոգսերն ու վախերը դրեք Աստծո առաջ։ Դուք չեք կարող նրան ծանրաբեռնել, դուք չեք կարող նրան հոգնեցնել։ Նա, ով հաշվում է ձեր գլխի մազերը, անտարբեր չէ իր զավակների կարիքների նկատմամբ։ Նրա սիրող սիրտը հուզվում է մեր վշտերով եւ նույնիսկ դրանց մասին մեր խոսքերով, նա անտարբեր չէ մեր վշտերի, մեր կյանքի հանդեպ, մեր ապրումների հանդեպ։ Նա հուզվում է, նայել է վշտանում, երբ որ տեսնում է մեր վիշտը։ Նրան ներկայացրեք այն ամեն ինչն անհանգստացնում է ձեր միտքը։ Ոչինչ շափազանց մեծ չէ, որ նա չկարողանա կրել, քանի որ նա է պահում աշխարհները, նա կառավարում է տիեզերքի բոլոր գործերը։ Ոչինչ, ինչը որևէ կերպ վերաբերում է մեր խաղաղությանը, չափազանց փոքր չէ, որ նա չնկատի։ Մեր փորձառության մեջ չկա այնքան խավար էջ, որ նա չկարողանա կարդալ, եւ չկա այնպիսի խառնաշփոթ վիճակ, որ նա չկարողանա կարգավորել։ Նրա ամենափոքր զավակներից ոչ մեկին չի կարող որևէ աղետ պատահել, ոչ մի անհանգստություն չի կարող տանջել հոգին, ոչ մի ուրախություն չի կարող ուրախացնել, ոչ մի անկեղծ աղոթ չի կարող դուրս գալ շուրթերից, որոնք մեր երկնային հայրը չնկատի կամ որոնց առումով նա անմիջական հետաքրքրություն չցուցաբերի։ Աստծո եւ յուրաքանչյուր հոգու միջև հարաբերություններն այնքան հստակ ու լիարժեք են, կարծես երկրի վրա չկա մեկ այլ հոգի, որ կիսի նրա խնամքը, ոչ էլ մեկ այլ հոգի, որի համար նա տվել է իր սիրելի որդուն։ Այսինքն պատկերացրեք, որ դուք նույնիսկ եթե միակ անձը լինեք, որի համար Հիսուս Քրիստոսը գար եւ իր կյանքը տար, նա կգար եւ կտար։ Այդքան նա սիրում է եւ մեզ եւ այդքան փափագում է մեզ տալ փրկություն։ Գիտեք, սա նման է նրան, որ մի մարդ ունենա շատ բաներ եւ ուղակի դնի ձրի եւ պայմանը միայն մեկն է, որ գաս խնդրես եւ վերցնես, բայց մարդիկ չեն ուզում խնդրել եւ դրա համար չեն ստանում ինչի կարիքը որ ունեն։ Նույնը այստեղ է։ Մեզ միայն պետք է խնդրել Աստծուց, մեր գոռոսիրտը դնել մի կողմ, գալ Աստծո մոտ, խոնարհվել նրա առաջ եւ խնդրել նրանից, որտեղ ամեն ինչ նրա ձեռքերում է։ Ամեն ինչ նրանից է կախված, թե մեր կյանքում, թե ընդհանրապես։ Թող Աստված մեզ օժնի այս գալիք շաբաթի բոլորին, որպեսզի մեր հարաբերությունների հետ ավելի ամրապնդվեն, իսկ եթե դեռ չեն սկսվել, անպայման սկսվեն։ Եթե դուք դեռ չեք աղոթել, արեք ձեր առաջին աղոթքը եւ դուք կտեսնեք այն մեծ փոփոխությունը, որ կլինի ձեր կյանքում։ Թող Աստված օժնի մեզ եւ Աստծո ողորմությամբ մինչեւ մյուս շաբաթ։